աղոթքի կյանքի հետևանքով քեզ մի ճշմարտություն է բացվելու, չեմ հաշվում մնացածները, մի կարևոր ճշմարտություն է բացվելու, որ քեզ եւ Աստծուն խանգարողը դու ես։ Քեզի սա չի կարող բացվի, եթե դու աղոթքի կյանք չունես։ Դա ամեն մարդու չի բացվում, տենց հեշտ չի բացվելը։ Ես քրիստոնյաների մասն եմ խոսում։ Իսկ երբ որ քեզ բացվում է, որ քեզ եւ Աստծուն խանգարողը մենակ դու ես, դու ընկնում ես հոգևոր կյանքի արոտների մեջ։ Քո մոտ նոր սկսում է հոգևոր կյանքը։ Դու այդ ժամանակ նոր հասկանում ես, որ ինչքան հեռու ես եղել հոգևոր կյանքից։ Դրա համար կարելի է մի նախադասությունով դա ասել, էլի, եթե մարդը չունի աղոթքի կյանք, ինքը չունի հոգևոր կյանք։ Էական չի ինքը ինչքան է հասկանում, ումից լավ է հասկանում կամ ումից վատ է հասկանում։ Վերջը Աստծո հետ ապրելու համար աղոթքի կյանքը ոչ թե անհրաժեշտ է, այլ դա չի քննարկվում։ Պետք է մարդ ոչ թե պաշտամունքին աղոթի, ոչ թե ընտանիքով աղոթի, ինքը պետք է առանձնանա Աստծո համար, բայց ինքը չունի այդ։ Մարդը չունի, այդ դրան հասնելը շատ դժվար է, ես չեմ ասում հեշտ է։ Աղոթքի կյանք ունեցող մարդու կյանքը լուրջ տարբերվում է, որտեվ միակ միջոցը, որով դու կարաս մտերմանաս Աստծո հետ, դա աղոթքի կյանքն է։ Եթե դու ամեն բան գիտես, բայց չես աղոթում, աղոթքի կյանք չունես, չես մտերմանում Քրիստոսի հետ, հետաքրքիր է, ում է պետք, թե դու ինչ գիտես։ Չէ՞ կամ ում է հետաքրքիր է դելի, չէ՞։ Քեզ պետք է բոլոր ջանքը դնես, որ դու կարենաս մտերմանաս Աստծո հետ, իսկ Աստծո հետ մտերմանալը դա հոգևոր կյանքի առանցքն է։ Ուրիշ քո ծնվելը ուրիշ նպատակ չունի, դու դրա համար ես ծնվել։